Դարբնի գյուղ դեռ չհասած լսվում է բադերի խմբակային աղմուկը։ Ֆերմայի պայմանների բարելավումից հետո ավելի են աշխուժացել։ Բադու հնդկահավ պահելու Սարդարյանների ընտանիքի նախասիրությունը վերածվեց լուրջ գործի, երբ գյուղատնտեսության նախարարության աջակցությամբ հնարավորություն ստեղծվեց ինկուբատորներով եւ նոր սարքավորումներով համալրել ֆերման եւ ընդլայնել տարածքը։ Ունեինք տարբեր թռչուններ եւ բադեր, հնդուհավեր, հավեր, երբ որ հեռուստատեսությամբ լսեցինք, որ ծրագիր կա բադերի ֆերման ավելի զարգացնելու, մեզ դա հետաքրքրեց։ Որոշեցինք, որ ավելի ճիշտ կլինի բադերով զբաղվել եւ ավելի բազմացնել։ Զվարճալի պեկինյան բադերը նաև շատ մաքրասեր են։ Ֆերմայի հիմնադիրները վաղուց են նկատել թռչնազգի իրենց ամենասիրած ներկայացուցիչների այդ հատկանիշը։ Իրանք սանիտար են, մաքրում են ամեն ինչ, եւ տարածքն են մաքրում, եւ ջուրն են մաքրում։ Ամենահետաքրքիրը ճուտիկների աճին հետևելն է։ Բրուդերներ կոչվող այս վանդակներում կամ ինչպես ֆերմայի տերերն են ասում, լուսավոր ու հարմարավետ մսուրային սենյակներում մեկօրական ճտերի բնականon եւ առանց կորուստների աճն ապահովված է։ Ջերմակարգավորիչը տեղադրված է, ստե առանձին վերահսկող ջերմաչափ ենք տեղադրել, որ համեմատենք ջերմությունը։ Ներսը դրվում է ջերամաններ, սովորական։ Սա մոտավորապես 500 տեղի համար մենք ունենք բրուդերներ։ Ֆերման զարգացնելու հետ մեկտեղ հիմնադիրները լուծել են նաև առողջ կերի խնդիրը։ Հատուկ բադերի համար յուրահատուկ եգիպտացորեն են աճեցնում։ Կարծես ուլունքներով վզնոցի նման հատիկ տարբեր գույներով շարած մեքսիկական ցեղերից մեկի սիրած մշակաբույսը պեկինյան բադերին անչափ գրավել է։ Տեղացիներն ուրախ են, որ գյուղում նման ֆերմա կա։ Չի բացառվում, որ Երևանաբնակ ֆերմայի հիմնադիրների օրինակով բադ պահողները կշատանան Դարբնիում։ Ահագին փոփոխություն կա, ահագին առաջընթաց կա։ Այս տնտեսությունը շատ լավ է աշխատատեղեր ստեղծելու համար, առաջի հերթին, արդեն եգիպտացորենի ցանկատարածքներ պետք է ավելանան։ Բադերի շնորհիվ գյուղի 2 հեկտարում նոր տեսակի եգիպտացորենն են աճեցնելու։ Էկոլոգիապես մաքուր սննդարար եւ բուժիչ է նաեւ բադի միսը։ Ռուզաննան գիտի բադի միսից ամենահամեղ ուտեստների պատրաստման գաղտնիքները։ Բադը պետք է լինի ոչ պակաս 2 կիլոգրամից, բավականին ժամանակ մնա սպիտակ գինու մեջ, հետո մեղրի մեջ 12 ժամ, հետո արդեն իրան ջեռոցում պատրաստում են։ Կարինե Վարդանյան, Ռուբեն Սարգսյան, Գառնիկ Նահապետյան, այսօր։